որ երեկվա խորհրդարանական լսումը զուտ ինքնաարտահայտվելու հարթակ չէր լինելու, չէին գալու էլի կրկին մեր ճառերը ասենք գնանք։ Ես լիահույս եմ, որ երեկվա խորհրդարանական լսումների հետքերով ի վերջո ուշացված, բայց պետք է գործենք, դա բոլորիս ամոթն է, որ մենք չունենք ցանկ, անվանական ցանկ մարդկանց վերաբերյալ, ովքեր ոչ միայն այսօր են խաղբանտարկյալ, այլ ովքեր կրկին ընդգծում են վերջին տարիների ընթացքում խաղբանտարկյալներ 2018-ից ի վեր։ Անպայման, որովհետև մենք դեպք ենք ունեցել, ով մարդ խաղբանտարկյալ է եղել դա ու ազատ կալանավայրում հացադուլ է հայտարարել, մահացել է հացադուլի արդյունքում։ Մենք ունեցել ենք դեպք, երբ արդեն դատապարտված մարդու վերաբերյալ տեղեկացել ենք, որ ընդամենը վարչապետի հասցեին ինչ-որ խոսք է թույլ տվել, մարդուն ազատազրկել են ու զինվորական է եղել, հետին թվով նոր իմացել ենք նրա կարգավիճակը։ Մի խոսքով խնդիրը անգամ այն է, որ կան բազմաթիվ չբացահայտված դեպքեր, չհնչեղացված դեպքեր, երբ մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվել։